Մարտի 6-ին ժամը 22:24-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած ծակած արնահոսող վնասվածքով 32-ամյա երիտասարդի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին ժամը 21:30-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի հետ։ Վիճաբանության ընթացքում վերջինս կտրող ծակող գործիքով ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել 32-ամյա երիտասարդին եւ նրա 60-ամյա ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա եւ Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ դատարանի որոշմամբ մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում։ Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս տարբեր տեսակների եւ չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք զինամթերք, 10 անձ ձերբակալվել է։ Այս ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակական են։ Իրացնելով Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ում ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Սիլիկյան 4-րդ թաղամասի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել եւ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել օտարերկրյա 34-ամյա մի քաղաքացու, որը Հնդկաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր վստահությունը չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, ստեղծարարության մեղադրանքներով խափանման միջոցը կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ին։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել եւ բաժին են ներկայացրել 29-ամյա մի երիտասարդի, որը Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարդու առևանգման մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։